ՔՊԱ-ականների ջեբի սրբազան արտահայտությունը ձեզ վիրավորում է։ Տեսեք ինչ եմ ասում։ Մեծ խնդրանք, ժողովուրդ, ով չի կարողացել միջև հիմա հասկանա, որը որից հետո է։ Մի հատ պատկերացրեք, հայն մենակ մնացել է եկեղեցին մտնի Նիկոլը, այդտեղ էլ ամատը, ով ան իրան թույլ տվե։ Այն երեխեքի մոռացար հիմա եկեղեցու հերթն է հասել, բայց ոչ մեկը թույլ չի տա նրան եկեղեցու մտնի, կամ Տեր հայրի խոսքերը դադարանում, դա նորմալ էր ընդունվում դադավորի կողմից։ Բայց ամոթա չէ, այս ազգից ինչ եք ուզում, այ մարդ վատն ենք, լավն ենք թողեք գնացեք ստեղից։ Ի վերջո եթե չեք կարող մեզ ղեկավարեք, ոնց որ գնացել ես պայմանագրերից կնքում խաղաղության կամանով կավատե թեքյատին։ Այդ գիտեք ինչ, Ալիևն էլ միամիտ չէր, ոչ է թուրքը, սպասեցին միջև այն 100 դարը անցավ, մեր մի դարը գնաց 100-ամյակը, այն 5 ոսկոր մարդիկ մահացան, մնացել է մենակ նկարները, չէ, որ մարդիկ ասել են մենք փախանք, մեր երեխուն փորը բացեցին, այս արեցին։ Այդ մարդիկ արդեն հնամաշվել են իր համար, չկան, բայց կան իրանց զարմիկները, թորները, երեխեք, ընդ որում ես էլ եմ այդ շարքում դասվում։ Ասենք դու ոնց չես ամաչում։ Մեր պապիկը, մեր տատիկը մեզ սովորացրել են այս սխ կնունքները, այս տիսակատարությունները, դու եկեղեցու հետ ինչ գործ ունես։ Իրանից ոնց ասեմ, իրանից հավատացել ոնց որ ինձանից 62 տարեկան եմ հղի, չի ամաչում դա, ես չեմ հասկանում։ Ամբողջ Երևանը չէ, ամբողջ Հայաստանը, որ սենց կանգնի իրա վրա նայ, սենց ոտից գլուխ կշերքի վրա որ դնես, օդ կթռնես, սրանք իրանցից չեն ամաչում, կամ այն կողքինները, հեչ մի հատ տղա չկա, որ ջեբը 2 կոպեկ փող ավելացի, ասի, դե Նիկո լավ արի ես գոնես թեմային չկպնենք, աղբեր, որտեվ իրանք էդ են։ Դրսից եկած մասան, ինչ գիտի, որը ինչից հետո է, նուշի պատմությունը չարտաբերեմ էլի լեքսիկոնով։ Ես նորից եմ ասում, այս սպանություններն էլ, սա գյուլել է, սա սպանություն չի։ Սպանություն անողներն էլի կոչում արտասպան, սրանք գյուլողներ են, փողով մարդ սպանողներ։ Ոնց կարելի է այս սենց պայմաններում ապրել։ Ջահել տղա ամբողջ համայնքը իրան ընտրել է, լավ որ ես այդ համայնքից չեմ, որ ասան այդ համայնքից է, բան։ Ինչի եք մարդուն սպանը, այս ինչ վենդետա է գնում։ Ինչա դե իրան ընտրել են, գիտեք այս ընտրությունների ժամանակ ավելի վատ անելու, ավելի ուժգին ձևով են ընտրելու։ Եթե այդ համայնքից չընդունեն, երևանցիները կընտրեն։ Կարող ես թե գժանոց ես չեմ հասկանում։ Իրանց դեղերը թող խմեն ժամանակին, թողեն մենք էլ ապրենք։ Ինչի պետք է ես եկեղեցի չգնամ, ինչի պետք է տերտերին մտածեմ։ Հետո մի հատ բան էլ ասեմ շատ նուբ երանգով, եթե տերտերը փողա կերե շատ լավ արե։ Շատ լավ արե, ես լավ արե փողերը կերել, ում փողնա կերե։ Մեր փողերն է չի կերել, դրսից ղրգած Հայաստանի Հանրապետության ոչ իր նման հպարտ քաղաքացու փողերն են կերել։ Լավ են արել, դու կերել ես, նա էլ է ուզում ուտի։ Բա դու եթե ուտում ես, տերտերը չի ուզում ուտի, չի լողանում, չի ցայվում, ադիկալոն չի օգտագործում, ասենք թե։ Կապելա տերտերներից հիմա էլ երեխեք ջան, էսի вообще абսուրդի ժանրից է, էլի։ Պրոստը գոնե տերտերին կամ չես ամաչում։ Իրա շորով մարդուն տերտերի, Տեր հայրի եկեղեցու, բերել ես կանգնացրել ես դադանանի դահլիճում։ Ես սենց ուղակի նայում ես, զզվում ես։ Ուր են կանայք, այն արդարադատության նախարարը, անվտանգության համակարգի աշխատող մեր կանայք, դրանց ուրիշ բան կարելի ասել լեյով սկսվող, չեմ ասում, թող իրանք մտածեն իրանք ովքեր են։ Դյուժելի էսի լրպի դարա։ Ով է Նիկոլը որ եկեղեցուն կպնի, ով է Նիկոլը որ տերտերին կպնի։ Ինքն է նրան այդ պաշտոնը տվել, աստիճանը շնորհել։ Ոնց կարելի է։ Լավ խմբագիր է եղել, լրագրող է եղել։ Այ մարդ քո գործով զբաղվի, թող մարդիկ իրենց գործով զբաղվեն, էլ այդքան մարդ ես բռնում, բաց թողում, ակնկապի կազե բաներ անում։ Դրան վերջ կա թե չկա, է ժողովուրդը մեղ կա, էլ ինչ ես անում։ Կամ դուք համոզված եք, իմ հարևանը գալիս է դրսից, ամեն անգամ ասում է, բոլորի անձնագրերում ասում է, անցնելուց տամժնյայի ժամանակ ասում են մենք բան ենք, վրացի ենք, բան մեկ էլ արդեն տենում ես, որ ադրբեջանցի է թուրքա, արդեն պրախոդը բացել ես բոլորի, սաղ էլ գիտեն, հետո է հիմար, հետո չգիտի ինչ եք անում, հələ մի հատ նայեք ձեր կառուցվածքին նայեք, փուշը դարել է գերանդի, գոնե ես եկեղեցուն չկպնի, եսի վերջի գաստրոլն է Բուբայի, последняя գաստրոլ Բուբե, բայց սրանք չեն պատկերացնում ամեն ինչը վերջ ունի։ Ասենք գոռում էր դուխով, բայց ում դուխով, որ աննպատակ մասայի, ոնց կարելի է։ Այս տերտերին կպնելը դադու Դադաստանը ընդհանրապես ասեմ ձեզ, եթե մի քիչ, այն ախր մի բանը սառացնում է, մյուս բանի քալին է գնում, ինչ ուստուպ եկի գնաս այս ղեկավարությանը։ Մենակ ապրող թոշակառուն, եթե ապրում է կենտրոնում, պայմաններ անենց են, որ ոչինչ։ Գույքը հարկը 15,000 ամոծում, աղբանությունը 12, մինիմալ 35,000 դրամ ստացող թոշակառուն։ Այդ խեղճ կինը ինչ պետք է ուտի, ինքը մեղավոր է, որ լավ ընտանիքում ածում է, բնակարանն է իրան մնացել։ Էդ էլ եք ուզում վերցնեք, ում տակ, որ մի գեղցուն տակ։
Ես ապշում եմ, նորից եմ կրկնում, ես մի անգամ եմ ձեր մոտ հյուր եղել, սենց կանգնած անցորդ որպես ասեմ, այս եկեղեցուն կպնելը իմ համար համազոր էր այն երեխեքի 5000-ի մահին, որտեվ սրբությունն է մեր համար եկեղեցում։ Մարդիկ ապացուցում են, որ ոչ թե 301 թվին ենք մենք ընդունել քրիստոնեությունը, այլ դրանից առաջ։ Հիմա ինքը եկել ամեն ինչ երգում է, կարող եմ մի օր էլ ինքը գասի, ես քո հեր Գվիդոնն եմ։ Էս ինչ բան է։ Ես ինչ բան ես չեմ հասկանում ու բոլորն են դեմ ինքը գիտի իրանով հիացած են մենակ այն մարդիկ ովքեր ինչ ասեմ մարշրուտկայով իր հետ եկել են իջել ստել չեն ուզում գնան իրանց տաները հələ լուբոին կանգնացրեք սեղ անցողին ասեք դու համաձայն ես որ տերտերին տարելա դատումա քրտնաշ ջաններին դրանց նայես դրանց խոսալու ձևը նայես դրանց պապածքը նայես դասընթացներ կուդան մի հատ այս վերջերս մի հատ հələ տիտրներով նայեն թե ինտերնետով ինչ էին ցույց տալու ով ինչ ա եղել Գոմիկի ձեներով դարել են տղամարդ, հա Ֆարենգի տոտ։ Կարող եմ մենք չենք հետևում ոչ մի բանի, չգիտենք որոնա որից հետո։ Շատ ահավոր բան արեց եկեղեցուն կպնելով ինքը։ Փոխանակ մեղմացնի իր արած ամենավատ, ամենասարսափելի, աննկարագիր, անհեռանկար ամեն ինչը, ինքը անենց անում, մի տեղից դուրս ա գալի, գնում է մյուս ուրիշ կղկղանքի մեջ։ Մեկը չկար իրան ասել, նույն Արլեն Սիմոնյանը կամ այնտեղ էլի տղեկ կան, էլ էսենց ասեմ, իր թայֆեն չասեմ, իր ընկերությունը կամ իր բրիգադը, ես չգիտեմ ոնց անվանեմ էլի, վերջապես այդ ազգային ժողովը հոխոպան չի։ Մի օր պիտի դուրս գան թե չէ։ Այն որ ասում էր կփռեն պոլերի վրա կամ մի բան էլի տղեկ կան էլի բլոչիկով։ Անես տղեկ կան, տեսեք տղեն տղայա, որ իր դրամոտ մենակով եկել է կանգնել, ու իրան գյուլել են։ Բայց տղակա 27 հոգա ման գալիս։ Ուրեմն ինքը շալվարով տղայա, ոչ թե տղայա, որովհետև ով իրանից բան է ներկայացնում, նա իր դուխով ման է գալիս, ոչ թե հետևից թայֆին գցում է բորզի շների նման ու գալիս են ընկնում են, որ իրան պաշտպանեն։ Լավ ստեղից թռրակ, բա մյուս տեղերից ուր պետք է թռնեք։ Մի հատ ականջները կախեք, տեսեք հələ կանգառներում ռուսները ինչեր են ասում մեր մասին։ Ոչ թե ծիծաղում են ձեռն առնում, իզդիվացա են ինում, ասաց Ղարաբաղցու, իզդիվացա են ինում։ Դու ինչ գործ ունես տերտերի հետևից ես անգե։ Կամ մարդիկ որ ասում են տերտերը փող ա կերը։ Այո, կնոնքի ժամանակ մենք էլ տերտերի ջեբը փող ենք դրել, կամավոր ենք դրել, կարող է տերտերն ասելա հանեք փող տվեք երեխան կնքելուց։ Ես ապշած եմ մնացել։ Կամ ինչ ասեմ, մի հատ դրական բան չկա, որ ասես այս ցենց եղավ կամ այնց եղավ։ Տեսեք ովքեր են իրան նվիրալները։ Պետրոսը, Ժան Անդրեսյանը, առողջապահության նախարարը եւ մնացած մալավկեկը մի բոյի, որոնք նայում են իր դեմքին, եթե պիտի ծիծաղում են, չէ։ Գատոմնես նոմեր ռադինովը տես չի ծա, դա ծառայություն չէ, դա աշխատանք չէ, էլի։ Ես ձեր աշխատանքին ցանկանում եմ ամենալավ բաները, բայց եթե իմանամ հենց հիմա ինձ պետք է մորթեն, ես իմ եկեղեցուց հրաժարվողը չեմ, իսկ տերտերին բրավո, որ միջև վերջի րոպեն մնաց տղա, ասած ես տեղել եմ հանգիստ ինձ լավ զգում, ընդեղել, բայց տենց պակասացինի շորերով, սա նմանվեց Մոսկվայում, որ ավարիա էր ենթարկել վարորդը ավտոբուսի պատահական, հիշում եք, իրան ներքնաշորերով, բանով խալատով բերեցին դադարան։ Ես այս տերտերի տենց բերելը համազոր եմ համարում այդ դրան։ Թե դեռ ռուսներ արել մենք բունտավացիա ենք անում, ստեղվել վարչապետն է անում։ Ինքը տեղյակ չէ, որ տերտերին բերում է դադարանի դալիճ այդ վիճակով։ Նյուժելի ադրբեջանցիները չտեսան կամ իհարկե տեսան, դրա համար ղժում են մեր վրա։ Ղժում։ Մեկ էլ պարոն Փաշինյան, մարդիկ լիքը ծանոթներ ունեն ստոմատոլոգների մոտ։ Գնացեք մի հատ ոտավորվեք էլի, փոխանակ տերտերի հետևից ընկնեք, գնացեք ձեր մի հատ ատամնաշարը կարգի բերեք, ամոթա։ Մենակ սրա նրա վրա խոխմեք անելը չի, որ ծիծաղում եք ադուշի։ Լիքը ստոմատոլոգներ կան, ամո չէ, այդքան փող ունեք, գնացեք ձեր ատամները դզրտեք։ Ես հիացած եմ ձեր հարցադրումով։ Տերտերը չի կարա մեկի ջեբի շունը լինի։ Կարա իրա, ես ավելացնեմ անգամ։ Այն Մոսկվայում որ ասում է, այս ինչ երկիշները թռել են արտասահման փող են աշխատում, պարոն Նիկոլ Փաշինյան, այս Ժան Անդրեսյանին եմ չինարի ծառ բոյով կուլտուրայի մինիստրին։ Մի հատ կանչեք, թող ցուցակ կազմի, թե այս նեղ մեր օրերին ովքեր թռան, որ երկիշները թռան արտասահման, որ դերասանները թռան, որ հավես չունեն լսեն ձեր ձայները, ձեր զառանցանքները։ Իսկ տերտերին եք միամիտ տեսեք խեղճ։ Դուք գիտեք, որ վերջը շատ վատ հոտ ա գալի վերջից։ Վերջը պարզ չի ոչ մեկի համար, իսկ ամենասարսափելի բանը անորոշությունն է, գիծ նիվեդենիե, դուք իրավունք չունեք տերտերին կպնեք ու եկեղեցուն կպնեք։ Գնացեք կպեք ուրիշ բաների, եթե կարում եք կպնեք։